վերջին ամիսներին մենք շարունակաբար լսում ենք շատ ապակողնորոշող եւ վտանգավոր մի ձևակերպում, որով փորձ է արվում պարտադրել ընտրություն կատարել խաղաղության եւ արժանապատվության միջև։ Եթե պարզեցնենք այդ խոսույթը, ապա մեզ ասում են, որ եթե մենք հետամուտ լինենք այսօր արդեն իսկ հաստատված խաղաղությանը, ապա դա տեղի է ունենալու մեր ազգային արժանապատվության հաշվին։ Սա կեղծ եւ վտանգավոր հակադրում է։ Ինչը կարող է լինել ավելի արժանապատիվ պետության եւ քաղաքացիների համար, քան տարածքային ամբողջականության եւ պետության սահմանների հստակ ամրագրումը։ Ինչը կարող է լինել ավելի արժանապատիվ, քան Հայաստանի անվտանգային եւ ինքնիշխան շահը։ Ավելի արժանապատիվ, քան մեր պետության տարածքում մեր ինքնության հարատև պահպանումը։ Խաղաղությունը եւ արժանապատվությունն իրար հետ հակադրության մեջ չեն, այլ խորապես փոխկապակցված են։ Չկա արժանապատվություն մշտական վախի, անորոշության եւ պատերազմի սպառնալիքի պայմաններում։ Նորից պիտի կրկնեմ. այն խաղաղությունը, որն ունենք այսօր, արժանապատիվ խաղաղություն է։ Դրա առանցքում մեր պետության անվտանգությունն է, մեր տարածքային ամբողջականությունն է, մեր անկախությունը, ինքնիշխանությունը ու մեր ինքնությունը։ Արժանապատիվ եւ տևական խաղաղության առանցքում իրական Հայաստանն է, իր միջազգայինորեն ճանաչված 27943 քառակուսի կիլոմետր տարածքով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։